Բարև ձեզ։ Ինչու են սպիտակել Արամ Վարդեբանյանի մազերը։ Ազգային ժողովի փոխնախագահի ընդդիմադիր տեխնացուի համար ակնհայտ է վերջին 5 տարիների տարբերությունը վստահ է։ ԿՊԱ-ականներն էլ լավ գիտեն պատճառը, բայց չեն խոստովանի։ Դե հիմա ոնց որ ոչ թե 5 տարի անց է, այլ 15։ Վարդեբանյանը երբեք չի երազել ոչ падգամավոր, ոչ էլ առավել եւս խորհրդարանի փոխոսնակ դառնալու մասին, բայց երազանքների ու քաղաքական օրակարգի պարտադրանքի մասին քիչ ավելի ուշ։ Ի տարբերություն նախորդ փորձերի, երբ նորընտիր ազգային ժողովը իշխանականներին էր ընտրում խորհրդարանի նախագահի եւ փոխնախագահների պաշտոններում, ընդդիմության հասնող աթոռի համար ԿՊ-ից հարցեր ունեն նույնիսկ ուժեղ Հայաստանի տեխնացուի կենսագրության հետ կապված։ 4 падգամավոր է հերթագրվել, թեպետ նրանցից միայն մեկի հարցն է վերաբերում Արամ Վարդեբանյանի կենսագրականին, մյուսները պարզապես առաջին անգամ ընդդիմությանը հարց ուղղելու հնարավորություն ունեն, առիթն օգտագործում են ճշտելու քաղաքական թիմի դիրքորոշումը խմբակցության падգամավորներից Էդգար Ղազարյանի մի վաղեմի հայտարարության վերաբերյալ։ Չնայած Ղազարյանը ամբիոնից էր խնդրել պատեհ պահին այդ հարցը միայն իրեն ուղղել։ Ձեր հարցերը տվյալ օրակարգին որևիցե առնչություն չունեն։ Ինքը ազգային ժողովի փոխնախագահի ընդդիմադիր տեխնացու Վարդեբանյանը լավ գիտի իշխանության օրակարգը չկիսողների համար միանշանակ ընդունելի եւ ընկալելի չէ այս փուլում ԿՊ-ի հետ ազգային ժողովի ամբողջական ձևավորմանը մասնակցելը, քննարկել են հարցը, որոշել ստանձնել պատասխանատվությունը։ Մենք գտնում ենք, որ ազգային ժողովի սահմանադրության վերապահված բոլոր լիազորությունները, գործիքակազմերը պետք է իրացվեն մեկ առաջնային նպատակի համար՝ ուժեղ Հայաստան ունենալու։ Արամ Վարդեբանյանին հարցեր ուղղելիս իշխանականների համար առաջնային օրակարգերը տարբեր են՝ քաղաքական հնչեղություն ստացած դատական գործերից մինչև նույնիսկ Հայաստանի տարածքային ամբողջականություն։ Մինչև այդ ԿՊԱ-ականը հետաքրքրվում է, հնարավոր է մանդատը խորհրդարանի լիազորությունների ավարտից շուտ վայր դնի, ինչպես նախորդ անգամ։ Թե փաստաբանական համայնքը ձեր կարիքը զգա, դարձյալ գնալու եք, ուզում եմ հասկանալ, քանի ամսով կամ քանի տարով եք գործուղվել ազգային ժողով։ Ես ինքս իմ համար որոշել եմ, որ ես իմ կողմից վերադարձ փաստաբանական գործունեությանը չեմ իրականացնելու։ Վարդեբանյանը փաստաբանական գործունեությանն ապագայում չի վերադառնա, փոխարենը ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից առաջարկում են հիմա առիթն օգտագործել հետ դառնալ նախկին կյանք, ինչպես դատարանն իրենց գործընկերոջը խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանին թույլ չտվեց ընտրվելուց հետո ստանձնել խորհրդարանական մանդատը։ Ամոթ եմ ապրում, որ տեսնում եմ, որ իմ մեր ընկեր Արթուր Սարգսյանը ազգային ժողովի падգամավոր հպարտ ունեցի, այս դահլիճում նստած չէ։ Հայաստանի Հանրապետությունում կա դատավոր, որը որոշեց, որ կարող է այս գումարման ազգային ժողովի մեկ падգամավորի պարզապես թույլ չտալ, որ գա մասնակցի նիստերին։ Ինչի համար չգիտեմ։ Եվ ռեբուս նկարահանելուկ Վարդեբանյանի համար ԿՊ թևից նիստի նախագահությունում թիկունքում մեր երկրի միջազգայինորեն ճանաչված տարածքի քարտեզն է լինելու քաղաքացիական պայմանագրի հռչակած իրական Հայաստանի։ Ճանաչում է այն ԿՊ-ից մի անգամ հարցրի։ Ի սկզբանե ասվել է 29800։ Սա մեր պետական իշխանության դիրքորոշումն է։ 29800-ն էր, հետո 29743-ն էր։ Ես մինչ հիմա չգիտեմ, թե ի վերջո այդ նույն 29800-ը եւ 29743 ո՞նց եղավ։ Օրենսդիրը հասցնում է ամփոփել միայն Վարդեբանյանի հետ հարց ու պատասխանը մտքերի փոխանակության համար խորհրդարանի կեսից ավելին 59 падգամավոր դեռ ամբիոն պետք է իջնի։ Եթե սա քվեարկությունը լիներ, դուք կընտրվեիք, պարոն Վարդեբանյան։ Բուհերի ընդունելության քննությունների վերջնական արդյունքներով այս տարի ուսանողական լսարանները կհամալրեն 10,958 առաջին կուրսեցիներ։ Հիմնական փուլում դիմորդների 97%-ը նախընտրել է պետական, իսկ ընդամենը 3%-ը ոչ պետական բուհեր։ Կրթության փորձագետների գնահատմամբ այս տարբերությունը պայմանավորված է պետական բուհերի համեմատաբար բարձր վարկանիշով եւ ավելի լայն հնարավորություններով։ Հայաստանում հիմա այնպիսի իրավիճակ է, որ պետական բուհերի վարկանիշը ավելի բարձր է եւ նաեւ հնարավորությունները ունենք իհարկե շատ քիչ թվով նորմալ ոչ պետական բուհեր, բայց ընդհանուր համակարգը զիջում է։
Անփոփոխ է մնացել նաև ամենապահանջված մասնագիտությունների տասնյակը, առավել շատ դիմորդներ ունի ստոմատոլոգիա մասնագիտությունը, երկրորդ տեղում տնտեսագիտությունն է, երրորդում իրավագիտությունը։ Մասնագետները դիմորդների ընտրությունը կապում են առաջին հերթին աշխատաշուկայի պահանջարկի եւ մասնագիտական եկամտի ակնկալիքի հետ։ Ստոմատոլոգիան զարգացող ոլորտ է եւ անդադ նաեւ ընդգրկված է շատ ապահովագրական, այսպես ասած, փաթեթներում։ Տեսեք, ինչքան ստոմատոլոգիական կենտրոններ են բացվում։ Մենք այսօր չունենք մի մասնագիտություն, որը աշխատաշուկայում պահանջարկ չունի ու մեծ մրցակցություն կա։ Նայեք ճարտարապետությունը։ Վերջին տարիներին շատ մրցակցային է դարձել։ Դա էլ պայմանավորված է, ասենք, շինարարությունով։ Երկրում շինարարական բում է, անդադ շենքեր նախագծվեն, մարդիկ տեսան, որ այդտեղ գումար կա, հիմա ուզում են դառնալ ճարտարապետ։ Ընդունելության արդյունքները սակայն բացահայտել են նաև մտահոգիչ պատկեր։ Փաշինյանն էլ ֆիքսել է նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել է անբավարար գնահատական ստացող դիմորդների թիվը։ Կառավարության նիստում վարչապետը ցուցանիշը ահազանգ է համարել, այն կապելով կրթական բարեփոխումների դանդաղ տեմպի հետ։ Ատեստավորման գործընթացը դա 1 2 3 4 5 6 7 ասենք ինչքան կարելի է չի հաղթահարում մարդը պետքա վերջ ասենք վերջ էլ պետքա չաշխատի դպրոցում որովհետև այդ իր աշակերտն է որ գնում է չի կարողանում ընդունելության քննությունը գոնե բավարար ստանա չենք ասում է գերազանց ստանա գոնե բավարար ստանա սրանք խնդիրներ են Մասնագետները սակայն չեն համարում, թե քննական շեմը չհաղթահարելը հենց ուսուցիչների աշխատանքով է պայմանավորված։ Հիշեցնում են նաև կրկնուսույցների առանցքային դերակատարությունը։ Իհարկե, այդ թիվը կապել միայն ուսուցիչների հետ, այդքան էլ ճիշտ չէ, որտեղ թունելության քննության ժամանակ շատ մեծ դեր են խաղում կրկնուսույցները։ Իհարկե, ուսուցիչներն են կարևոր, որտեղ հիմքը իրանք են դնում, բայց այդ process-ին ավելի շատ պատրաստում են կրկնուսույցները։ Խնդիրն ավելի հեռացնելով ուսուցիչներից, փորձագետները շեշտում են աշակերտների առաջադիմության վրա, ազդում են նաև սոցիալական ցանցերից վաղ տարիքից օգտվելը, ընթերցասիրության պակասը, դեպի գիրքը քիչ հակվածությունը եւ ուսման նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։ Արդյունքները բարելավելու համար ըստ մասնագետների անհրաժեշտ են ոչ միայն ուսուցիչներին ներկայացվող հստակ պահանջներ, այլ ատեստավորման տրամաբանական համակարգ, սովորելու մոտիվացիայի բարձրացում եւ կրթության նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխություն։ Բարձրագույն ռազմական կրթություն ստանալու հնարավորությունը նախատեսվում է հասանելի դարձնել նաև ավելի բարձր տարիքի զինծառայողների համար։ Պաշտպանության նախարարությունը առաջարկում է որոշ խմբերի դեպքում ընդունելության առավելագույն շեմը սահմանել 45 տարեկանը։ Գումարտակների, դիվիզիոնների եւ էսկադրիլյանների հրամանատարների եւ նրանց տեղակալների համար գործող 37 տարեկանի սահմանափակումը նախատեսվում է բարձրացնել 8 տարով։ Ռազմական փորձագետները նախագծի անհրաժեշտություն դիտարկում են նաև ռազմաուսումնական հաստատությունների նկատմամբ հետաքրքրության նվազման համատեքստում։ Օրինակ, եթե 1994, 95, 96 թվականների ռազմական ինստիտուտում դիմորդների թվականակը ասենք 1-ին մինչև 10 էր հասնում, որտեղ երկրի բնակչության մեջ ծնողները ցանկանում են նաև որ իրենց զավակները դառնան զինվորական, որտեղ դա պատիպերով մասնագիտություն, հայրենիքի պաշտպանը, սոցիալապես ապահովված մասնագիտություն է, կարգավիճակ է։ Հիմա արդեն տարիներ շարունակ այնտեղ մասնագիտություններ կան, որ նույնիսկ տեղերի քանակով շատ ավելի քիչ դիմորդներ են տալիս, քան տեղերի քանակը։ Պաշտպանության նախարարությունը փոփոխությունը համարում է արհեստավարժ զինված ուժերի ձևավորման եւ ռազմական կրթության զարգացման անհրաժեշտությամբ։ Կրթության փորձագետների գնահատմամբ տարիքային սահմանափակման մեղմացումը կարող է ընդլայնել մասնագիտական պատրաստություն ունեցող զինծառայողների շրջանակը։ Փորձագետների փոփոխությունը կապում են նաեւ համակարգում համապատասխան որակավորում ունեցող կադրերի պահանջարկի հետ։ Երիտասարդների արտահոսք ըստ փորձագետների դժվար թե լինի, քանի որ ռազմական ոլորտում աշխատավարձերը համեմատաբար բավարար են, նկատում են մասնագետները։ Գումարած պետությունը տարբեր սոցիալական երաշխիքներ է ապահովում զինծառայողների համար։ Շատերը հատկապես այս պայմաններում, երբ որ տնտեսական տարբեր իրավիճակներում են գտնվում եւ աշխատանքի կորցնելու առաջ են կանգնած, կուզենան օրինակ զինվորական մասնագիտություններ ձեռք բերել եւ տարիքը այդ ժամանակ խոչընդոտ չի լինի եւ դա կնպաստի հաստատ եւ կրթություն, պաշտպանություն կապի ամրապնդմանը եւ բացի դրանից նորմալ կադրերի հոսք դեպի պաշտպանական բնագավառ։ Փորձագետների գնահատմամբ տարիքային շեմի բարձրացումը կարող է ընդլայնել ռազմական կրթություն ստացողների շրջանակը, սակայն կադրերի ներգրավման համար որոշիչ են նաև
կրթության որակը, ծառայության պայմանները ու մասնագիտական առաջխաղացման հնարավորությունները։ Հանցագործությունների կանխարգելումն ու վաղփուլում բացահայտումը եղել ու շարունակում է մնալ իրավապահ համակարգի առանցքային խնդիրներից մեկը։ Պաշտոնական վերջին հրապարակումների համաձայն նկատվում է ոչ միայն բացահայտումների, այլև վտանգավոր առարկաների հայտնաբերման աճ։ Բարեկային ծառայության տվյալներով միայն 2026 թվականի առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն։ Ավելացել են թե թմրամիջոցների շրջանառության, թե ապօրինի պահովող զենք զինամթերքի հայտնաբերման դեպքերը։ Թմրամիջոցների հայտնաբերման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 դեպքով, հասնելով 1300-ի, իսկ զենք զինամթերքի հայտնաբերմանը 35 դեպքով, կազմելով 132 դեպք։ Հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ բարեկային ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 90 հետախուզվող անձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51-ի դիմաց։ Ուշագրավ է մեկ այլ հանգամանք եւս 19.9%-ով աճել է սառըզենքի հայտնաբերման դեպքերը։ Փաստաբանների դիտարկմամբ սառըզենքի հայտնաբերման աճը պայմանավորված է միաժամանակ երկու գործոնով՝ թե իրավապահների աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ, թե նման առարկաների շրջանառության եւ կրման աճով։ Վստահաբար ավելի մեծ թվա դարձել անձանց կողմից սառըզենքի կրումը կամ այլ զենքերի գործիքների կրումը, որը եւ կարող են զուտ դիտարկել միայն միջադեպերի թվաքանակը ու հաճախականությունը նայելով։ Դրան զուգահեռ իհարկե պետք է աճեր նաեւ բացահայտման թվերը։ Կատարված փոփոխություններով ներքին գործերի նախարարությունը արդեն իսկ խստացրել է խնդրի օրենսդրական կարգավորումները։ Նոր փոփոխություններով արգելվում է մինչև 18 տարեկան անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառըզենքին նմանվող առարկաների, սարքերի, գործիքների վաճառքը։ Դրանց վաճառքի գործընթացում անչափահասներին ներգրավելը, ինչպես նաև 16-ից 18 տարեկան անձանց կողմից դրանք կրելը։ Մենք չունենք հստակ չափորոշիչներ, մենք չունենք հստակ դաստիարակություն, սահմանափակումը շատ լղոզված է։ Կարծում եմ, որ անգամ ակնհայտ անչափահաս երեխայի երևացող անձին կարողանան վաճառել եւ չեն հարցադրի արդյոք չափահաս է, անչափահաս է։ Փաստաբանների գնահատմամբ կանխարգելիչ ստուգումների ընթացքում սառըզենքի հայտնաբերման դեպքերը շատ քիչ են։ Նրանց խոսքով նման դեպքերում սառըզենքը հիմնականում հայտնաբերվում է այլ իրավախախտման կամ հանցագործության բացահայտման ընթացքում, երբ իրավապահները մեկ այլ հանգամանք են ստուգում, սակայն հայտնաբերում են սառըզենք։ Փաստաբանները նշում են նաև, որ միայն սառըզենք պահելու կասկածով խոզարկություններ կամ զննություններ հազվադեպ են իրականացվում։ Խնդրի լուծման համար միայն վերահսկողական միջոցառումները ըստ փաստաբանների բավարար չեն, ավելի մեծ արդյունք կարող են ապահովել կանխարգելիչ աշխատանքներն ու հասարակության իրավագիտակցության բարձրացումը։ Արտաշիսյան եւ Շիրակի փողոցների խաչմերուկն է գրեթե մեկ շաբաթ է ասֆալտից ջուր է դուրս գալիս ողողում ամբողջ տարածքը։ Քաղաքացիները հստակ չգիտեն ջուրը խմելու է թե ոռոգման, բայց փաստ է, որ աննպատակ հոսում է, իսկ դա կարծես թե որևէ մեկին չի հետաքրքրում։ Խմելուն է չի։ Էս կոյուղի է թե խմելու։ Ոռոգման ջուրն է, քանի օր է էս վիճակն է։ Հետիոտնի համար անցման վայրում նման պատկեր։ Հիմա ասում է լավ այ երեկոյան ժամերին է ավելի շատ տալիքները։ Բնակիչները բացառում են, որ սրանք կոյաջրեր են, հակառակ դեպքում ասում են գարշահոտն ամենուր կլիներ։ Ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մի շաբաթ է անընդհատ զանգահարում են։ Թեժգիծ են անգամ զանգահարել բազմաթիվ անգամներ, սակայն ոչ մի դրական արդյունք։ Թե բնակիչները, թե հարևանությամբ գտնվող ընկերությունների աշխատակիցները խնդրանքով Երևանի քաղաքապետին են դիմում, հրատապ հարց լուծելու կոչ են անում։